Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային բոլոր նոր պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային թվային հարթակի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ։ Կարգավորումը, սակայն, մի շարք քաղաքացիների ու գործատուների մոտ հարցեր են առաջացրել կապված նույնականացման քարտերի ու էլեկտրոնային ստորագրության հասանելիության շուրջ։ Մինչ այդ նոր կարգավորումների համաձայն նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերն ու դրանցից համաձայնագրերն այս տարվա ընթացքում պետք է թվայնացվեն ու մուտքագրվեն համակարգ։ Կան որոշակի բացառություններ որոշակի ոլորտի աշխատողների համար, եթե կա այդ մասով ոլորտային օրենսդրություն։ Բայց եթե այդ որոշակի բացառությունը չդիտարկեն, կստացվի, որ աշխատողների գրեթե մեծ մասը աշխատանքի ընդունվելու նշածս հարթակի միջոցով։ Նոր թվային համակարգը մշակել է պետական եկամուտների կոմիտեն, գործարկվել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Փոփոխությունների նպատակն է պարզեցնել աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը եւ բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Եղել են դեպքեր, երբ աշխատողը իր աշխատանքային պայմանագրի օրինակը կամ ուշ է ստացել աշխատանքի ընդունվելուց հետո, կամ եղել են դեպքեր, որ ընդհանրապես չի ստացել։ Այս համակարգի ներդրման պարագայում նման բան այլևս հնարավոր չէ, քանի որ եթե պայմանագիրը չկնքվեց, գործատուն չի կարողանա գրանցման հայտ տալ։ Ժորա Սարգսյանի համոզմամբ համակարգի ներդրմամբ լուծվող ամենակարևոր խնդիրներից մեկը վերահսկողության ուժեղացումն է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կունենա ամբողջական տեսանելիություն։ Այն պրակտիկան, որը որոշակի դեպքերում հանդիպել են, երբ որ գործատուները հետին ամսաթվով որոշակի համաձայնագրեր էին հետագայում կազմում, շտկում էին պայմանագիրը, թերությունները, այլևս այս համակարգի ներդրման պարագայում դա է հնարավոր չի իրականացնել։ Ինչ անի քաղաքացին, եթե դիմել է նույնականացման քարտի համար, սակայն ստիպված է սպասել մինչև գա հերթագրման օրը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից Ռադար Արմենիային հայտնեցին, որ Երևանում նույնականացման քարտերի ստացման գործընթացը ծանրաբեռնված է հայտարարագրման պահանջարկի աճով պայմանավորված։ Մինչդեռ մարզերում միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներում հնարավոր է նույն օրը ամրագրել եւ ստանալ նույնականացման քարտ։ Ժորա Սարգսյանի խոսքով օրենքն ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերին եւ այդ պահից սկսած իրականացվել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ։ Սկզբում կամավոր սկզբունքով ուժի մեջ մտավ, սա նրա համար էր, որ փորձեն նախապես կիրառել համակարգը, միջև կդառնա պարտադիր։ Ամեն ինչ արվել է, որ լինեն մեր աշխատողները, գործատուները իրազեկ, նախապես սկսեն այդ աշխատանքները եւ չթողեն վերջին օրվան։ Այո, ձեր նշած խնդիրը կա, բայց այդ խնդիրը նաեւ նրանց է բխում, որ շատերը չեն արել այն ժամանակահատվածում, երբ որ կարող էին անել եւ ավելի բնականաբար քիչ հերթերով։ Պաշտոնյան ընդգծում է, ժամկետների հետաձգում կամ օրենքի մեղմացում օրակարգում չկա, քանի որ համակարգն արդեն գործում է։ Այս սկզբունքով մենք հիմա միայն դիտարկում ենք, թե պրոցեսների մեջ ինչ կարող են հարցեր առաջանալ եւ որ մենք էլ ավելի բարելավենք այդ հարթակը, նկատի ունեմ նոր դաշտեր ավելացնել, նոր գործիքներ ավելացնել։ Այն նմանատիպ քննարկումներ իհարկե ունենում ենք, որ ավելի ճկուն լինի համակարգի օգտագործումը կողմերի համար։ Թե որքանով այս փոփոխությունները կարդարացնեն իրենց նպատակները, ցույց կտա ժամանակը, սակայն արդեն հիմա ակնհայտ է։ Յուրաքանչյուր աշխատող պետք է նախապես ձեռք բերի էլեկտրոնային ստորագրություն, իսկ գործատուները պատրաստ լինեն աշխատել ամբողջությամբ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։